Հաճախ պացիենտների մոտ քրոնիկ տոնզիլիտի ժամանակ միակ գանգատը լինում է բերանից վատ հոտը։ Եթե տանը քթային արնավասություն է առաջացել, պետք է պացիենտը նստի, ոչ թե գլուխը հետ տանի։ Քթային կաթիլները երկարատև չի կարելի օգտագործել։ Ես Լուսինե Սարգսյանն եմ, Սլավմեդ բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբան։ Քրոնիկ տոնզիլիտը ինքը իրենից ներկայացնում է ինֆեկցիոն ալերգիկ հիվանդություն, որը արտահայտվում է նշիկների ախտահարումով։ Երկարատև հիվանդացության ժամանակ դիտվում են տեղային եւ ընդհանուր բարդություններ։ Տեղային բարդություններից ավելի հաճախ հանդիպողներից է պարատոնզիլար աբսեսը, որը պահանջում է անհապաղ մոտեցում, աբսեսի բացահատում եւ դեղորայքային բուժում։ Շատ հաճախ քրոնիկ տոնզիլիտի ժամանակ ախտահարում են նաեւ նշիկի մոտակա օրգանները, որի ժամանակ դիտվում են սինուսիտներ, օտիտներ, որը նույնպես պահանջում է բուժում։ Ընդհանուր բարդություններից շատ կարևոր է նշել հոդերի ախտահարումը, երիկամների ախտահարումը եւ սրտի ախտահարումը։ Հաճախ պացիենտների մոտ քրոնիկ տոնզիլիտի ժամանակ միակ գանգատը լինում է բերանից վատ հոտը, որը նույնպես պահանջում է միջամտություն։ Քթային արնավասություն ինքը իրենով, եթե մեկ դրվագ է կամ կարճատև, վտանգավոր չէ, սակայն եթե դիտվում է հաճախակի կամ երկարատև, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Քթային արնավասության պատճառներ կարող են լինել տեղային, ընդհանուր։ Տեղային պատճառներից շատ կարևոր է, եթե չոր օդ է, որի պատճառով լորձաթաղանթը վնասված է, չորացած է, կան կեղևներ, երկարատև պացիենտը օգտագործում է անոթասեղմիչ կաթիլներ, այդ պատճառով կարող է լինել միջնապատի թեքման դեպքում է երբեմն հանդիպում քթային արնավասություն, երբեմն նորագոհացությունների ժամանակ։ Ընդհանուր պատճառներից կարևոր է նշել սրտանոթային խնդիրները, մակարդելիության խանգարումները, հորմոնալ խանգարումները։ Բոլոր դեպքերում պետք է ախտորոշել պատճառը, այնուհետև արդեն լուծում տալ։ Եթե տանը քթային արնավասություն է առաջացել, պետք է պացիենտը նստի, ոչ թե գլուխը հետ տանի։ Բամբակ են դնում, սեղմում են քթի թևերին, որպեսզի սեղմվի եւ արնավասությունը դադարի։ Եթե երկարատև է, ուրեմն պետք է արդեն բուժօգնության դիմել համապատասխան բուժկենտրոն։ Քթային կաթիլները սովորաբար դեկոնգենսանտներն են պացիենտները սիրում օգտագործել, որոնք լավացնում են քթային շնչառությունը իրենց անոթասեղմիչ ազդեցության շնորհիվ։ Սակայն այդ կաթիլները խորհուրդ է տրվում օգտագործել ոչ ավել քան 5-ից 7 օր ըստ բժշկի ցուցման։ Եթե երկարատև են օգտագործում, ամենակարևոր բարդություններից առաջինը դա դեղորայքային հարբուխն է, որի ժամանակ առաջանում է արատավոր շրջան։ Պացիենտը կարիք ունի քիթը բացելու, կաթիլը օգտագործում, ինչքան հաճախ է օգտագործում, այնքան առաջանում է կայունություն, այսինքն օրգանիզմը սովորում է այդ կաթիլներին, պահանջում է նոր դոզ, այսինքն ավելի շատ են անում ու այդպես արատավոր շրջան է, որը կարող է բերել քթի չորության, վերքերի, կեղևների, անգամ մինչև կարող են առաջանալ մեծ խոցային վերքեր։ Իսկ ընդհանուր կարող է դա արտահայտվել բարձր զարկերակային ճնշմամբ, գլխացավերով, սրտխփոցներով։ Այսինքն քթային կաթիլները երկարատև չի կարելի օգտագործել։ Եթե նման խնդիր կա, պետք է վերացնել նախ եւ առաջ դժվարացած քթային շնչառության պատճառը։ Երբ որ ադենոիդների չափը շատ մեծ է, երեխաների մոտ դիտվում է ռնկախոսություն, շատ հնչյուններ իրենք դժվար են արտաբերում կամ սխալ են արտաբերում։ Ազդում է նաև նրանց լսողության վրա, քանի որ ադենոիդները փակում են եվստախյան խողովակի մուտքը, դրա պատճառով միջին ականջում կուտակվում է հեղուկ ու նրանց մոտ լսողությունը իջնում է։ Ու շատ կարևոր է, որ դժվարացած քթային շնչառության հետևանքով երեխաները ստիպված են անդադ բերանները բաց լինել, որի հետևանքով դեմքը երկարում է, ձգվում է։ Եթե խնդիրը վերանում է, բոլոր փոփոխությունները դարձել են, պետք է ժամանակին դիմել բժշկին։